Այժմ տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին հաջորդ շաբաթ, հուլիսի 5-ից 11-ը։ Տեսնենք ինչ է սպասվում աղեղնավորներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցերը, զույգերի համար աշխատանք եւ ֆինանսներ։ Ինչ հետաքրքիր է, հատուկ ուզենամ ընտրել, չեմ կարողանա։ Տրամադրության համար նորից նույն կարտը։ Շատ հաճախ է այս կարտը դուրս գալիս, հատկապես, որտեղ ես էլ ունեմ աղեղնավոր իմ ընտանիքում, դրա համար անընդհատ այս կարտը դուրս է գալիս, իրականում խորը, փիլիսոփա, իմաստուն, մտածող մարդու կարտն է իրականում, մարդու մասին է։ Այսինքն երի աղեղնավորները մտածում են, շատ են մտածում, ինչ որ հարցի հետ, վերլուծում են, փորձում են հասկանալ, իրականում շատ լավ կարտ է։ Միգուցե խորհրդի կարիք ունեն, ինչ որ հարցի լուծում են ուզում գտնել կամ հարցի պատասխան, այսպես շատ մտածող մարդու, միգուցե խորհրդի կարիք ունեք, միգուցե դուք եք ինչ որ մարդուն խորհուրդ տալիս։ Ամեն դեպքում այս շաբաթ էլ էլի այդպես շատ խորը մտքերի մեջ եք լինելու, ինչը շատ հատուկ է աղեղնավորներին։ Միայնակների համար տեսնում եմ ճանապարհը փակ է, աշտարակը չի կառուցվում, քանդվում է։ Այսինքն քանդվում է նշանակում է փորձել եք աշտարակ կառուցել։ Աշտարակը տվյալ դեպքում նշանակում է հարաբերություններ, բայց ինչ որ չի ստացվում։ Փորձեր եք անում, բայց չի ստացվում։ Այսինքն միգուցե նաև ինչ որ հարաբերություններ պարզապես վերջացել են, աշտարակը քանդվել է։ Միայնակների համար եմ նայում այս մեկը հարգել, տեսնենք էլ ինչ կասել կարտերը։ Ինչու է աշտարակը քանդվել։ Կարճ չմնաց արդեն, հանեցի եւ երևի ամենաբացասական կարտերն էլ դուրս եկան, հարգելի միայնակ աղեղնավորներ, այս ինչ է կատարվում։ Ոչ մի դրական կարտ էլ ի վերջո չտեսա։ Ձեզ խանգարող մարդիկ կան ձեր շրջապատում, կարող եմ ասել, ես այսքան բոլոր կարտերը երևի հատ-հատ չներկայացնեմ, բայց մոտավորապես ասեմ ինչեր եմ տեսնում։ Տեսեք, տեսնում եմ փոփոխություն, աղջիկ, տեսնում եմ ծառը եւ տեսնում եմ նավակը կանգնած։ Այստեղ գիտեք, հարաբերություններ են եղել, պարզ է, երևում է, որ այստեղ հարաբերություններ են եղել եւ ինչ որ աղջիկ է հեռացել։ Ես չգիտեմ փոփոխությունը ինչու է եղել, ինչ պատճառով է եղել։ Ինչու մեկը մեկից հեռու է գնացել, գործուղման է գնացել, կամ չեմ կարող ասել, այս երկիրը պետք է թողներ աղջիկը գնար։ Միգուցե իր աշխատանքի, իր կյանքի պլանների պատճառով երիտասարդին մերժել, աղջիկ ամեն դեպքում տեսնում եմ աղջիկը հեռացել է։ Այդտեղ տվյալ դեպքում չեմ կարող ասել աղեղնավորն է, միգուցե մենակը տղամարդն է, թե աղեղնավորը կինն է, ում ինչպես վերաբերում է, դուք կհասկանաք հարգելիներս։ Տեսնում եմ, որ եղել են հարաբերություններ, բայց աղջիկն է հեռացել եւ այն ծառը այդ հարաբերություններ իրականում կանգնել են եւ ծառը չի ծաղկել։ Հարաբերությունները չեն զարգացել, բայց աղջիկն է հեռացել։ Հիմա դե ում պատճառով է, ինչու է հեռացել, չգիտեմ, ամեն դեպքում իրենց հարաբերությունները տեսնում են, որ վերջացել են։ Փորձել են տարբերակներ գտնել իմիջայլոց, միգուցե այլ մարդկանց պատճառով, այլ մարդկանց միջնորդությամբ փորձել են ինչ-որ մարդիկ իրենց օգնել, բայց իրականում որոշ ժամանակ իրար նախ սկզբում սկսել են շփվել, փորձել են շփվել այլ մարդկանց ընկերների միջոցով, փորձել են իրար հետ տարբերակներ գտնել շփվելու, հաշտվելու, բայց իրականում երկար ժամանակ շփում չի եղել, չեն կարողացել հարցերը լուծել, այդպես կարող եմ ասել, սա ինչ-որ երկար է տևել։ Իսկ դրանից հետո ընդհանրապես կապը կտրվել է, կորցրել են իրար եւ դարձել են միայնակ, որտեղ այսօր իրանք մենակ են։ Ես տեսնում եմ այստեղ աշխատանքի բնույթ է, աշխատանքը խանգարող հանգամանք է ամեն դեպքում։ Ճակատագրական եմ տեսնում, գիտեք,
աշխատանքի հետ կապված շատ կարտեր եմ տեսնում, սա գործ աշխատանք, չգիտեմ, պաշտոնի աշխատանքի հետ կապված, աշխատանքը լուրջ դեր է խաղացել, այսինքն չեմ կարող ասել, այս կտրվելու իրարից խոչընդոտ, աշխատանքի պատճառով է եղել երևի թե, չգիտեմ, մասնագիտության աշխատանքի ինչ բերումով է, բայց շատ բարդ կարտեր եմ տեսնում, բայց ամեն ինչը չէ, ես տեսնում որ շատ ճակատագրական պահ է եղել, եւ եթե այս հարաբերությունները փորձել եք շտկել, ապա այս հարաբերությունները այնքան էլ ձեզնից կախված չէ։ Ինչպես որ նախատեսված է ճակատագրով, եթե միասին պետք է լինեիք, կլինեիք, եթե չեք միասին եւ չեք լինելու, ուրեմն դուք սխալ եք իրար համար, այդպես կարող եմ ասել։ Դες մինչեւ վերջ չեմ տեսնում, որ դուք միասին եք։ Ամենավերջին կարտն էլ տեսնում եմ ամպեր։ Այսինքն ես ձեզ միասին ումից որ բաժանվել եք, այդ մեկի մասին է խոսքը։ Դե բնականաբար դուք մեկ ուրիշի հետ ինչ-որ ժամանակ կսկսեք, բավականին բարդ վիճակ է, իմիջիայլոց հարգենորից եմ ասում, վերին ուժերն են այստեղ խառնված, ճակատագրով դուք ուղղակի իրար հետ չպետք է լինեք, այդպես կարող եմ տեսնել։ Բայց ամել էլի ինչ-որ ձևով աշխատանքը կարող է այստեղ խոչընդոտ լինել։ Դժվարանամ ասել աշխատանքը ինչու։ Գիտեք, այսպես ես տեսնում եմ խոսակցություններ կան, ինչ-որ նոր բաներ էլ դեռ բացահայտվում, պարզվում են։ Միգուցե զույգերից մեկը արդեն ուզում է ինչ-որ մեկի հետ կապ հաստատել է, կամ ինչ-որ մեկը արդեն զույգ ունի, դրա համար աղեղնավորին, ով որ աղեղնավորից հեռացել է, այսպես կարող եմ ասել, ամեն դեպքում աղեղնավոր դեռ մենակ է, ես մենակ աղեղնավորի համար եմ նայում, բայց ով որ իրենց հեռացել է կամ ումից ինքն է հեռացել, նա կարծես թե արդեն երևի ինչ-որ մեկի հետ է, նա արդեն զույգ ունի, դրա համար էլ ամպեր են կուտակված, որովհետև դուք ձեզ համար այսպես զրուցում են, տարբեր մարդիկ ձեզ գալիս են նորություններ են բերում իրենից եւ ասում են, որ ինքը կամ նշանվել է, կամ ամուսնացել է, կամ պարզապես արդեն զույգ ունի եւ դուք հասկանում եք, որ իր հետ արդեն հույս կապել չեք կարող։ Ես էլ եմ ասում, ես այսքան կարդ հանեցի, ոչ մի դրական կարդ դուրս չեկավ, հարգելի աղեղնավորներ, ինչ որ լինելու է պետք է լինի, բայց ելի եմ ասում, եթե մարդը ձեզնից հեռացել է ու արդեն ինչ որ մեկին գտել է, ուրեմն ինքը ճիշտ մարդ չէ ձեզ համար։ Ես հասկանում եմ զգացմունքները կառավարելը շատ բարդ բան է, բայց ժամանակն է, որ դուք երևի թե առաջ նայեք։ Կարտերը հուշում են, ես այստեղ եմ խաչ տեսնում, հարգելիներս, այս ճակատագրով այդպես է որոշված, ուզում եք հավատացեք ճակատագրին, հավատում եք, չեք հավատում, ինչպես ուզում եք, ես տեսնում այստեղ շատ ավելի բարդ իրավիճակ է, քան դուք պատկերացնում եք, իրականում կամուրջը նշանակում է փոփոխություն, այսինքն դուք պետք է անցնեք, այս էտապը պետք է անցնեք, ինչ որ եղել է անցյալում, պետք է թողնեք անցյալում, վերջացած, դա արդեն վերջացած պատմություն է, եւ դուք ոչինչ փոխել այդտեղ չեք կարող։ Դուք մնալով տանը, ինքներդ ձեզ հետ վիճելով, ձեզ լաբիրինթոսում գցելով, այսինքն դուք եք ինչ որ խարազանում եք ինքներդ ձեզ։ Դուք իրականում ոչինչ փոխել չեք կարող, որտեղ սա ձեր ձեռքով չի եղել, ձեր մեղքով չի եղել, նույնիսկ եթե այդպես թվում է։ Այսինքն դուք ինչ որ բան կարող եք փոխել, ոչ բան չէիք կարողանալու փոխել, սա այդպես է, ճակատագրով այդպես է։ Այդ աղջիկը ձեզ համար նախատեսված չէր, կամ այդ երիտասարդը, նա թե ինձով է նայում, կին թե տղամարդ, աղջիկ թե տղա, ումից որ հեռացել եք, այդպես պետք է լիներ, ես նորից եմ տեսնում, երկու խաչ եմ տեսնում, դուք ոչինչ չեք կարողանալու անել, ձեզնից կախված չի եղել, նույնիսկ իրենից կախված չի եղել, շատ այսպես տեսնում, այստեղ տեսնում եք եւ ոց եմ տեսնում, այսինքն տարբեր այստեղ հանգամանքներ կան, միգուցե հանգամանքներ, որոնց խորություն դուք չեք էլ պատկերացնում, չգիտեք մանրամասներ, բայց այդպես պետք է լիներ, ձեզ համար իրականում լավ է լինելու, ձեր կյանքում նոր մարդ կհայտնվի։ Նոր աղջիկ կարող է հայտնվել եւ շատ ավելի լուրջ հարաբերություններ կլինեն եւ աղջիկներն էլ կունենան, դուք նոր սեր անպայման կունենաք եւ սեր կունենաք, գեղեցիկ ինչ որ զույգ կունենաք, ինչ որ մի ժամանակ, բայց դուք քանի դեռ չեք թողում անցյալը գնա, քանի դեռ կամուրջը չեք անցել, հարգելիները, ձեր հարաբերությունները կանգնելու են, որովհետև դուք եք ձեզ անում, դուք մնացել եք անցյալից կարճած, իսկ իրականում պետք է կամուրջը, արդեն ժամանակն է կամուրջն անցնելու, կարտերը հուշում են, ձեզ իրականում գեղեցիկ հանդիպում սպասում է, բայց նախ դուք պետք է ձեր անցյալի հետ ձեր հարցերը լուծեք, ճակատագրով մեկը հեռացել է ձեր կյանքից, ոչ իր մեղքն է եղել, ոչ էլ ձեր, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ ինքն արեցի, ես ասեցի, ես արեցի, այդպես չէ, այս արդեն անցած գնացած պատմություն է, պետք է թողնեք, որ անցյալը գնա, որպեսզի ձեզ համար լինի նոր սկիզբ։ Ֆինանսներ եմ տեսնում եւ ձկներ եմ տեսնում զույգերի կյանքում։ Տեսնենք ինչի մասին է խոսքը զույգերի հետ կապված։
Ինչ է կատարվում։ Չէ կատարվում զույգերի կյանքում։ Շատ ակրի տարօրինակարտեր եմ տեսնում։ Գիտեք, մի տեսակ այսպես ձկների կարտով կարող եմ ասել, ֆինանսական հարցեր կարող են լինել, կարող են չլինել, բայց ամեն դեպքում երկուսի մեջ մի տեսակ շատ կասկածելի մարդիկ կան 4 կողմը։ Այսպես կարող եմ ասել, աշխատեք շատ մարդկանց հետ չզրուցել, շատ մարդկանց մոտ ձեր սիրտը չբացել, հատկապես ձեր անձնական հարցերում, հարգելի աղեղնավորներ։ Միգուցե այն ձեր զույգի հետ խնդիր ունեք, մի քիչ չափից ավել շատ մարդիկ են խառնվում, բայց բոլորին չէ որ կարելի է վստահել։ Ուղղակի մի կիսվեք։ Ձեր հարցերը ինքներդ պետք է լուծեք։ Չէ կարելի է ինչ-որ մեկին ունենալ, մեկի հետ կիսվել, մոր, քրոջ կամ շատ մտերիմ ընկերուհի, որին վստահում եք, որի ապրած կյանքին եք վստահում, խորհրդին կարող եք, բայց ամեն մարդու մի ասեք, որտեղ այս խոսք տանել բերել իրականում կարող է ձեր դեմ աշխատել։ Դա ես մի կարտով կարող եմ ասել։ Ես այստեղ տեսնում եմ մատանի, այսինքն տեսնում եմ ամուսնացած զույգ կամ նշանված եք, կամ լուրջ հարաբերությունների մեջ եք ամեն դեպքում շատ մոտ եք ամուսնանալու։ Տեսնում եմ, որ խնդիրներ ունեք դուք իրար հետ, վաղուց է, գիտեք, այսպես կարող եմ վեճերել չեն եղել, պարզապես ինչ որ կանգնել են հարաբերությունները, այսինքն ռոմանտիզմ չկա, էլի եմ ասում, այսպես սովորական վիճակ է, առավոտյան արթնանում եք, գնում եք ամեն մարդ իր գործով, երեկոյան քնում եք միգուցե իրար կողք, եթե ամուսնացած եք ու վերջացավ, այդքան բան, այսինքն ոչ մի ջերմություն, ոչ մի ռոմանտիզմ իրար հետ չկա առանձնապես, ամպերը կուտակված են, ոչ մի ես վեճեր չեմ տեսնում, կոնֆլիկտներ, ես դավաճանություններ չեմ տեսնում, բայց տեսնում եմ, որ ձեր մեջ մի տեսակ սառը հարաբերություններ են, շատ սառը։ Նույն եթե 40 տարի ամուսնացած եք, երևի դա նորմալ է, իսկ եթե երիտասարդ եք, դա բնականաբար նորմալ չէ, բայց էլ եմ ասում, ամեն դեպքում մատանին տեսնում եմ, ձեզ ինչ-որ կապող օղակ կա, միգուցե ընտանիք եք, միգուցե նշանված եք, բայց արդեն սառն են հարաբերությունները, ամպեր են կուտակված, ձեր ծառը, որ պետք է ընտանիքը մեծանար, աճեր, իրականում կանգնել է, ոչինչ էլ չի աճում, ոչինչ էլ չի շտկվում։ Ինչ եմ տեսնում հաջորդիվ։ Ես այստեղ տեսնում եմ կին և տեսնում եմ ևս մեկին ղարի տզով։ Կարող եմ ասել, այս հարաբերություններում ամուսնու սառնությունից կինը շատ է նեղվում։ Շատ է նեղվում, բայց գիտեք, կա մեկին, որ իրեն փորձում է խորհուրդ տալ, խորհրդակցել, փորձում է իրեն սատար կանգնել, կարող է լինել կիսուր է իմիջայլոց։ Որովհետև ես չեմ տեսնում, որ կիսուրը իրականում, այսինքն այս կինը իրականում փչացնում է հարաբերությունները, անկեղծ ասած բոլորովին չեմ տեսնում։ Ոչ, հարաբերությունները այս կնոջ դրա համար այստեղ օծը չեմ տեսնում ինքը վատն է, իրականում տեսնում եմ, իրականում այս կինը իրականում ուզում է օգնած լինել, որովհետև վախենում է, որ այս աղջիկը ի վերջո կարող է թողնել գնալ, այսինքն նո ապագա կիսուր կարող է լինել, եթե ամուսնացած զույգ չեն, ապա այստեղ մայրը փորձում է իմաստուն կին է, ուզում է ամեն ինչ ուզում է անել, որպեսզի կարողանա օգնել երիտասարդներին, իսկ աղջիկը սեր է ուզում, աղջիկը ուզում է ղարի ինը չի ուզում, աղջիկն ուզում է քյարպինջի ինը, այսինքն փոփոխություն ուզում է իրենց հարաբերությունները վերականգնեն, որովհետև իրենք այսպիսի գեղեցիկ երազանքներով ճանապարհ էին գնում, հարաբերությունները կառուցվել են իրենց շատ այսպես երկկողմանի զգացմունքների վրա, ամեն դեպքում աղջիկը մինչև հիմա սիրում է, ուղղակի մի տեսակ սառնություն է գալ այդ տղամարդուց, եւ այսպես այդ գեղեցիկ հարաբերությունը, ասենք երազանքները կորել են մի տեսակ, այսինքն թվում է թե երազանքները չիրականացան, այն ինչ որ սպասում էր այս զույգը իրենց հարաբերություններից, ել եմ ասում, ամուսնացած եք թե դեռ ամուսնացած չեք, բայց արդեն զգում եք, որ ձեր զգացմունքները մարում են, եւ ինձ թվում է աղջիկը անհանգիստ է, վախենում է, որ իրականում հարաբերությունները վերջացել են, ինքը վախենում է ուղղակի կորցնելու այդ մարդուն։ Բայց ես կարծում եմ, որ իրական տղամարդն էլ պետք է զգուշանա, որտեղ իրական տղամարդը կարող է կորցնել իր կնոջը։
Բայց ես վերջում էլի տեսակ ինչ չեմ տեսնում, հարգելիներս, իրականում դուք լավ զույգ եք, ես չեմ տեսնում, որ առայժմ դուք իրար կորցնում եք, ես էլի եմ տեսել, ես աղեղնավորների համար ասում եմ, որտեղ ես ինքս ունեմ ազգական բարեկամ, չնայած իրա կյանքում այսպիսի բաներ չկան, ամեն դեպքում ես տեսնում եմ, որ դուք իրականում լավ զույգ եք, իրականում ժամանակի ընթացքում ձեր հարաբերությունները կարելի է փրկել, բայց ինչպես ես կդժվարանամ ասել, ես խորհրդատու չեմ, միգուցե գնաք ինչ-որ մեկի մոտ խորհրդակցեք, չեմ կարող ասել, ամեն դեպքում ես տեսնում եմ զույգը զույգ էլ մնում է, դուք առայժմ ոչինչ էլ չեք անում։ Միակ խորհուրդը կարող եմ տալ, ամեն մարդու մի լսեք, ամեն մարդու ձեր կյանքը մի պատմեք, կարող են ամեն դեպքում իսխալ խոսքով էլ ձեզ նեղացնել, բայց ես տեսնում եմ, որ իրականում ինչ-որ տարբերակ կա, հետաքրքիր է, գեղեցիկ ճանապարհ գնում եք ու հանկարծ հիմա այսպես վախեր, անհանգստություններ, բայց իրականում, չգիտեմ, եթե տղամարդը սառ է, մի տեսակ սառն է պահում իրեն, կին անհանգստանում է, որ կորցնելու, իրականում ամուսինը իրենից չի հեռանում, չի էլ հեռանալու առաջիկայում, ես այդպիսի բան չեմ տեսնում։ Իսկ եթե կիսուրն էր անհանգիստ կամ տղամարդն է անհանգիստ, կինը կարող է թողնել հեռանալ, իրականում կինը անտարբեր չի, նույնիսկ եթե բարկացած կամ նեղված է, կինն էլ չի ուզում հեռանալ։ Նա ուղղակի վախենում է, որ կորցնում է իր ջերմ հարաբերություններն իր զույգի հետ, բայց հեռանալ ոչ մեկ էլ ոչ մեկից առայժմ չի պատրաստվում։ Ինչը նշանակում է, որ հարգելիներս, հնարավոր է ժամանակի ընթացքում ձեր հարաբերությունները շտկվեն, ինչն էլ ես սրտանց կամենում եմ, շատ ցավալի է, բայց ես տեսնում եմ անհույս վիճակ չի իրականում, դուք ապագա կարող եք ունենալ իրար հետ։ Ինչ եմ տեսնում աշխատանքի վայրում, այ աշխատանքի վայրում մի տեսակ կոնֆլիկտային իրավիճակ եմ տեսնում։ Դե կոնֆլիկտային կարող է չլինել, դուք վիճում եք մարդկանց հետ, կարող է լինել, կարող է այդպես չլինել, պարզապես ինչ-որ մի բան է փոխվում, որ այնքան էլ ձեր սրտով չէ։ Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում իրականում, փող եմ տեսնում հարգելիներս։ Ձեր գործերում հարգելի աղեղնավորներ, կոնֆլիկտային վիճակ կարող է լինել, տեսեք, այստեղ տեսնում եմ խաչի թակուհին եւ խաչի տղամարդը, բալետը։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Իհարկե սպասեք, տեսնեմ ինչ կարող է այստեղ նշանակել այս երկուսը։ Գիտեք, ես չեմ տեսնում, որ ինչ-որ մեկին աշխատանքից հեռացնում են։ Իսկապես շատ հակասական կարտեր եմ տեսնում։ Ես մի րոպե սպասեք հասկանամ այս երկուսի ինչ է կատարվում։ Կարող են այստեղ լինել ամուսիններ։ Ամուսինները միասին են աշխատում։ Կարող է այդպես էլ լինել, կարող է, չէ, երևի երկուսն էլ նույն տեղում են աշխատում։ Իրականում իրար հետ իրենք շատ յոլա չեն գնում, բայց բավականին շատ գումար են աշխատում։ Հետաքրքիր է, չէ, պարզում է այդպես էլ կարող է լինել։ Տեսնենք կարտերը ինչ խորհուրդ կտան, ինչ է այստեղ կատարվում։ Կամ աշխատանքի վայրում է ինչ-որ խնդիրներ։ Երկուսի մեջ աշխատանքի վայրում կարող է լինել խնդիրներ մի տղամարդու, իսկ դուք դրանից օգտվում եք։ Հետաքրքիր է, չէ՞։ Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում, շատ զարմանալի է, դրա համար չգիտեմ, սրանք ինչպես կարելի իրար հետ կապել։ Տեսնենք այս կարտերով էլ ինչ կտեսնեմ։ Փոքր մանրամասն ինչի մասին է խոսքը։ Նույն բաներն եմ տեսնում, ինչ հետաքրքիր է, չէ՞։ Շատ հետաքրքիր բաներ եմ տեսնում։ Շատ հետաքրքիր։ Այստեղ էլ տեսնում եմ տղամարդ, այստեղ տեսնում եք կին տղամարդ, այստեղ տեսնում եմ էլի կին ու տղամարդ, տեսնում եք, բայց այս երկուսի միջև ինչ որ խնդիր կա, լաբիրինթոսում են հայտնվել, հա, ինչ որ լեզվակռիվ է, չեն կարողանում իրար հետ յոլա գնալ, ճակատագրական բերումով, սա ձեզ համար կարող է լինել շատ դրական եւ ֆինանսներն էլ գալիս են։ Ես կարող եմ սրանից ենթադրել, որ ձեր աշխատանքի վայրում միգուցե կան երկու հոգի, իրար հետ յոլա չեն գնում, ընդ որում կարող է սրանցից մեկն ու մեկը մյուսին կարող է աշխատանքից հեռացնել, որոշել հեռացնել, հա, փորձում է ձեզ հետ զրուցել, այսինքն մեկին երևի հեռացնում են, նրա գործը տալիս են ձեզ եւ ձեր աշխատավարձը շատ ավելանում է հարգելիներս։ Միգուցե այդպես կարող, այսինքն ինչ որ մեր երկու հոգու միջև կոնֆլիկտը ձեզ համար շատ դրական ֆինանսական հաջողություն կարող է դառնալ։
բայց ես կդժվարանամ ասել իրականում ինչպես է լինում, ինչ է լինում, 3-10 եմ տեսնում։ Սա աշխատավարձը ձեր պաշտոնը կարող են բարձրացնել, ավելի շատ գործ տալ, որտեվ ինչո մեկին, եթե դժգոհ են ինչո մեկից, իր գործը տալիս են ձեզ, բայց դուք համել բավականի շատ կրկնակի գումար եք շատ ավելանում է ձեր աշխատավարձը, եթե կրկնակի չասեմ։ Այդպես կարող եմ ասել, ուրիշ բան չեմ կարող ասել։ Ուղղակի ես կոնֆլիկտային է դուք չէիք, ինչ որ մեկն էր, իսկ իրենց կոնֆլիկտի պատճառով դուք օգտվում եք հակառակը ձեզ համար շատ դրական փոփոխություն կլինի արգելի աղեղնավորներ։ Ֆինանսներում տեսնում եմ ճանապարհի մեջտեղում ինչ որ որոշում ունեք կայացնելու։ Օրինակ կարող է, չէ, աշխատանքի վայրում մի ուսուցիչ, չգիտեմ, իրեն սխալ է պահում, վիճում են տնօրենը իր ժամերը տալիս է ձեզ, եթե դուք ուսուցիչ եք, դուք ունենում եք կրկնակի ավելի շատ ժամեր եւ ձեր աշխատավարձն դրանից ավելանում է։ Այդպեսի ինչ-որ մի բան էի տեսնում։ Շատ տարօրինակ էր, ինչ-որ մեկը մեկի հետ վիճում է, արդյունքում դուք օգտվում եք, բայց իրականում դուք չեք նպաստում վեճին, դուք ոչ մի սխալ բան չեք անում։ Ձեզ համար դա կլինի շատ այսպես անսպասելի եւ նույն ժամանակ շատ հաճելի։ Տեսնենք ինչ է սպասվում ֆինանսներում, ինչու եք մնացել ճանապարհի մեջտեղում, կարծես թե ինչ-որ որոշում եք կայացնում։ Շատ գեղեցիկ է, չգիտեմ ինչ ճանապարհի մեջտեղում եք, ինչ որոշումներ եք կայացնում, շատ հաջող գեղեցիկ կարտեր եմ տեսնում հարգելներս, տեսեք։ Տեսեք, ինչ որոշում պետք է կայացնեք, շատ հաջող կլինի, ինչ որ մեկը ձեզ համար պետք է որոշում կայացնի ձեր ֆինանսների հետ կապված, շատ դրական հաջողության կարտն եմ տեսնում, նույնիսկ եթե անհանգստություններ կա, ավելի ինֆորմացիա են ուզում ձեզնից, ավելի փաստաթղթեր են ուզում, ամեն ինչն էլ ներկայացնում եք, շատ հաջողել կվերջանա հարգելնես ֆինանսական հարցերում հաջորդ շաբաթ միայն տեսնում եմ շատ հաջող կարտեր, հարգելի աղեղնավորներ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ատեղջուրներին հաջորդ շաբաթ հուլիսի 5-ից 11-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարաբերություններ միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ես ինչ գեղեցիկ կարտ եմ տեսնում տրամադրությունը, հարգելիներս, տեսեք, արև։ Շատ գեղեցիկ կարտ է, ինչ որ հաջողություն է սպասվում ատեղջուրներին հաջող շաբաթ, ինչ որ լավ լուր, ինչ որ մի հարցի դրական լուծում, շատ այսպես շատ դրական լուծում, էլի, այսինքն թեթևանակ ինչ որ հարցի հետ կապված տրամադրությունը լինելու է ձեզ շատ դրական, որովհետև շատ մեծ դրական լուրջ փոփոխություն կլինի, միգուցե լավ լուրեր ստանաք, ինչ որ հարցի հետ կապված, շատ գեղեցիկ է։ Միայնակների հետ կապված տեսնում եմ փոփոխություն հարգելիներս, նորություն, ինչ որ նորություն կլինի միայնակ ատեղջուրների կյանքում, տեսնենք։ Ոյ, հարգելի ատեղջուրներ, տեսեք, ինչ-որ մեկը ձեզ առաջարկություն կանի իր հետ ընկերություն անելու, շփվելու եւ երևի թե ձեր շփումից հետո դուք իրականում դառնաք զույգ, տեսեք, սա զույգավորման կարտն է, դե որտեվ միայնակ եք հաստատ ձեզ ամուսնության առաջարկություն երևի թե չեն անի, չէ, նախ պետք է մարդիկ դառնան զույգ, շփվեն, հետո նոր ամուսնության առաջարկություն, բայց առաջարկություն հանդիպելու համար սեր են առաջարկում, սեր են խոստովանում ձեզ, արևով էլ տեսնում եմ երկու տուր, տեսնում եք, շատ գեղեցիկ շաբաթ է միայնակների համար, նորություն կլինի, նոր տղամարդ կգա ձեր կյանք հարգելի աղջիկներ, տղաներ, դուք էլ կարող եք ձեզ համար նոր սեր գտնել, որովհետև եթե առաջարկություն անեք, ձեր աղջիկը ամենայն դեպս ձեզ չի մերժելու, որովհետև տեսնում եմ այստեղ փոխադարձ գեղեցիկ սեր, սա էլ արևը հարգելիներս, հարգելի երիտասարդներ, սիրահարված եք, հաջորդ շաբաթ լավ ժամանակ է առաջարկություն անելու աղջկան դուրս կանչելու, աղջիկներ կգնաք, չմերժեք։ Եթե հատուկ պատճառ չունեք տղամարդուն կամ տվյալ երիտասարդի մերժելու, ապա իրականում անպայման գնացեք։ Հետաքրքիր կարտ եմ տեսնում զույգերի համար, տեսնում եմ տեղափոխություն, տնից տուն փոփոխություն, կարող է որոշել են որոշ զույգեր ճամփորդել իրար հետ, կամ պարզապես փոփոխություն, տեսնենք։
Տեսնում եմ ծառը շատ հաջող է, այսինքն զույգերի հարաբերություններում առաջխաղացում կնի դրական ուղղությամբ, տեսնենք, ինչ փոփոխության կամ տեղափոխության մասին էր խոսքը։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի այդ եղջյուրներ, հետաքրքիր կարտեր եմ տեսնում, տեսեք։ Գեղեցիկ կարտերով սկսվեց, ուզում էի այստեղ վերջացնել, բայց դե եթե ես, չգիտեմ, այդպես մի տեսակ հասկացա, որ սա վերջը չէ, շարունակեցի բոլորովին այլ բաներ տեսա։ Ես տեսնում եմ այստեղ գեղեցիկ հետաքրքիր հարաբերություններ են եղել, սկզբում շատ գեղեցիկ է եղել, տեսեք հարաբերությունները։ Իրականում շատ լավ է եղել։ Ի սկզբանե տղան աջակցությունը միգուցե երիտասարդն է, չգիտեմ, ամեն դեպքում ինքը շատ սիրել է եւ այսպես շատ էլ շտապել է, որպեսզի իրենց երազանքներն իրականանան։ Դե զույգերի երազանքները իրականում երևի ամուսնությունն է, ինքը շատ էլ ուզել է, շատ այսպես աշխույժ տրամադրված դեպի զույգերի, չգիտեմ, ամուսնություն։ Ես տեսնում եմ այստեղ ամուսնացած զույգ չեմ տեսնում, դրա համար եմ ասում, այստեղ ամուսնացած զույգի մասին երևի չէ խոսքը։ Դե տեսեք, երկու կարտով կարող եմ ասել, եթե ամուսնացած զույգ են, իրականում ընտանիքում կարող է կարճ ասեմ, եթե ամուսնացած զույգի մասին լինի խոսքը, այդ եղջյուրներ նայում են, իրականում տեսնում եմ արագիլով կինը եւ տեսնում եմ այստեղ ծառը, այսինքն որոշ աջեղջյուրներ ամուսնացած կարող է հանկարծ պարզվեն, որ հղի են։ Շատ գեղեցիկ կարտեր է իրենց համար եւ հղիություն նշանակում է ընտանիքը մեծանում է, այսինքն շատ գեղեցիկ լուր, սա էլ տեսնում եմ արևով, կարճ կոնկրետ ամուսնացած զույգերի մասին, հարգելիներս կարող է պարզվի, որ դուք հղի եք, շատ գեղեցիկ է, շատ ուրախ ու երջանիկ եք եւ կիսում եք ձեր լավ լուրը ձեր հարազատների հետ։ Իսկ մյուսներին, եթե ամուսնացած չեն, որոշ դեպքում տեսնում են, որ դուք իրականում այո, ուզում եք ընտանիք կառուցել, այսպես գեղեցիկ եւ երիտասարդը շատ էլ այսպես սիրում էր, ոգևորվել էր, գնում եք դեպի ձեր երազանքները, բայց հանկարծ ինչ որ մի բան փչացել է ու կարող եմ ասել, որ այսպես ճակատագրական է եղել հարգելիներս, այսպես շատ բարդ իրավիճակ է ստեղծվել։ Փոքր խոչընդոտի պատճառով 7-ը շատ մեծ խոչընդոտ չէ, պարզապես ինչ որ ժայռ է։ Փոքր ինչ-որ միգուցե վիճել եք, միգուցե չեք հասկացել իրար, մանր-մունր մի հարցի պատճառով ինչ որ երկար ժամանակ, տևական ժամանակ նեղված եք եղել իրարից, իրականում փոխանակ ձեր նպատակներին հասնելու նեղված եք եղել, իսկ հետո կապը ընդհանրապես կտրվել է, որովհետև ճակատագրական բան է տեղի ունեցել։ Չեմ կարող ասել ինչ է եղել, բայց դա եղել է երկուսից էլ անկախ։ Նույնիսկ եթե դուք վիճել եք, մինչև այդ արդեն ձեր հարաբերությունները կանգնած էին, դուք մեղադրում եք իրար, բայց իրականում սա ձեր մեղքով չի եղել, սա շատ բարդ ճակատագրական վիճակ է եղել, կորուստ է եղել։ Եվ իրականում այսպես մի տեսակ խաչով կարող եմ ասել, որ Ղարետզով էլ կարող եմ ասել, որ սա թվում է թե եղել է վերջը, վերջացավ ամեն ինչը, աղջիկը հեռանում է, իրականում այո, խաչով ճակատագրական, այդպես կարող եմ ասել, ձեզնից էլ անսպասելի, չափից ավելի բարդացել, այսինքն մանր խնդիր նեղվել եք, բայց իրականում լրիվ ուրիշ բան է դարձել, ինչ որ անսպասելի իրավիճակ է փոխվել, լրիվ փոխվել է։ Տեսնում եք, այսինքն տեսնում եմ, որ իրականում արդեն բաժանության մասին է եղել խոսքը, զույգի սա ամուսնացած զույգ չեմ տեսնում, բայց հարգելիներս տեսնում եմ տրանսֆորմացիան փոփոխություն է եւ տեսնում եմ ժամադրություն, այսինքն դեռ ամեն ինչ վերջացած չէ։ Ես տեսնում եմ այստեղ նաեւ արևը, այսինքն եթե կարող եք փրկել ձեր հարաբերությունները, աշխատեք այդ ուղղությամբ, հանդիպեք, ձեզ պետք է եւս մեկ անգամ հանդիպել, ամեն ինչ վերջացած չի, ես միշտ տեսնում եմ այս նույն կարտերը, հետաքրքիր է։ Վերջացած չի, ես չեմ տեսնում վերջացած, արևով էլ կարող եմ ասել, որ հակառակը կարող է դրական փոփոխություն լինել։ Գեղեցիկ սկսվել էր, հետո վերջացավ, հետո տեսնենք, բայց ես համել տեսնում եմ, որ չի վերջացել, չնայած այնպիսի վիճակ էր ճիշտն ասած, որ թվում էր, թե արդեն վերջ, ղարիտզով դա պետք է լիներ վերջը։ Իրականում տեսնում եմ, որ վերջ չէ, բայց ես այդտեղ ամուսնացած զույգ չեմ տեսնում, ամուսնացածների համար հակառակը հաջողություն էի տեսնում եւ ընտանիքի մեծացում էի տեսնում։ Տեսնում եմ բանալին զրույցի մեջ է, ձեր աշտարակը իրականում դեռ, տեսնում եք, սա քանդվող աշտարակ չի, սա կանգուն աշտարակ է, այսինքն իրականում հնարավոր է, ինչպես արդեն ասեցի, զույգերի, որ
լավ շատ ջերմ հարաբերությունների մեջ էին, իրականում ուզում էին իրենց հարաբերությունները ամրացնել, բայց ինչ որ բան կանգնեց ճակատագրական, այսպես չէր շարժում, իրականում հնարավոր է ձեր աշտարակը նորից կառուցել, հարգելիներս, իրականում հնարավոր է։ Կլինեն կողքից մարդիկ հազար մի բան կխոսեն, ճիշտն ասած, ամպերել կուտակված են, բարդ իրավիճակներ դեռ կան, դեռ ինչ որ հարցեր պետք է դեռ տեսնեն, որ դեռ ասում են, չէ, սա դեռ շատ ջուր կքաշի, այսինքն դեռ էլի ինչ որ բաներ կպարզվեն, ձեզ հետ կապված, թե ձեր շրջապատի մարդկանց կդժվարանամ ասել, նորից եմ տեսնում ծաղիկներ։ Այսինքն ձեզ պետք է հանդիպել, այստեղ էլ ծաղիկներ, այստեղ էլ ծաղիկներ, այսինքն դեռ վերջը չէ, իրարից մի հրաժարվեք, դուք մի անգամ էլ դեռ պետք է հանդիպեք, վերջնականապես որոշեք։ Ես կարտերով տեսնում եմ, որ ձեր հարաբերությունները վերջացած չեն, բայց միայն կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի։ Դուք մի անգամ պետք է հանդիպեք եւ զրուցեք իրար հետ, վերջնական։ Բայց հաշտվելու տարբերակ կար, ես նորից եմ կրկնում։ Ինչ եմ տեսնում աշխատանքում։ Աշխատանքում մի տեսակ որոշման առաջ եք կանգնած, հարգելիներս։ Տեսնենք ինչ որոշման առաջ են կանգնած աջակցություններն աշխատանքի վայրում։ Ինչ ուրեմն կիսատ է մնացել, հասկանում եք, ճանապարհի կեսին եք մնացել, չգիտեք, աջ գնալ, ձախ գնալ, ինչ անել, այսպես անել, չանել։ Իրականում ճիշտն ասած շատ դրական կարտեր եմ տեսնում։ Չգիտեմ ինչ որոշ պետք է կայացնեք աշխատանք, միգուցե աշխատանք են առաջարկում, միգուցե աշխատանքում փոփոխություն են առաջարկում, չգիտեք որն ընտրել, փոփոխություն ընդունել, չընդունել։ Բանալին ձեր ձեռքում է, մտածեք, որոշում կայացրեք, աջակցությունները մտածող են, երբեք այդպես հապշտապ, որպես կանոն որոշումներ չեն կայացնում, ձեզ ավելի միգուցե ինֆորմացիա է պետք, հարցեր տակ, շփվեք, պարզաբանեք ձեզ առաջարկությունը, ինչու է այդպես ձեզ ճանապարհի կեսին թողել, այսինքն ինչ որ անհասկանալի հարցեր կան, պետք է հարցնել, ուսումնասիրել։ Վերջում տեսնում շատ դրական իրականում, ինչ էլ որ լինի, ինչ որոշում էլ որ կայացնեք, հարգելիներս, շատ դրական կլինի ձեզ համար։ Միգուցե պետք է հանդիպել, զրուցել, ել եմ կրկնում, ինֆորմացիան ճշտել, բայց աշխատանքի հետ կապված ոչ մի խնդիր չեմ տեսնում, ամեն ինչ շատ նորմալ է, եթե պետք է որոշում կայացնեք, կկայացնեք։ Ֆինանսներում տեսնում եմ աշխատավարձ։ Նրանք, ովքեր աշխատանք չունեին, միգուցե այդ որոշումը կայացնում եք ընդունել առաջարկը, որտեղ տեսնում եմ ձեզ աշխատավարձ գալիս է։ Նրանք, ովքեր աշխատանք չունեին, հավանաբար աշխատանքի առաջարկություն կստանան, այս կարտով եմ տեսնում, գումարներ ձեզ հաստատ գալիս են։ Կարող եմ ասել, միգուցե դուք երկու աղբյուր ունեք, արդեն ինչ-որ ֆինանսներ ունեիք, բայց հիմա նաև աշխատավարձ կարող է սկսել ձեզ գալ։ Տեսնենք ինչ է այստեղ արջը, ինչ է նշանակում։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի աջակցություններ։ Ձեր ֆինանսների հետ կապված տեսնում եմ ինչ-որ խնդիրներ կային, ձեր գումարները կանգնել էին, չեն շարժվում, տեսնում եք, եւ ծախսեր կային։ Ծախսերը կային, բայց գումարները առանձնապես չէին գալիս, եւ դրա համար էլ դուք մի տեսակ ֆինանսական, այսպես ասեմ, մինուսի վրա եք, բայց չեմ տեսնում ճգնաժամ։ Պարզապես տեսնում եմ, որ ձեզ իրականում ձեր ֆինանսները չեն բավարարում, որտեղ դուք ավելի աճ էիք սպասում, իրականում ոչ մի աշխուժություն չկար։ Հետո գիտեք, կարծում տեսնում ինչ-որ լուրեր են գալիս։ Լուրեր են գալիս, ինֆորմացիան ձեզ գալիս է, բայց իրականում չնայած ինֆորմացիան դրական եմ տեսնում, բայց դա իրականում ձեզ համար հարց չի լուծում, որովհետև նորից այստեղ կոնֆլիկտային վիճակ է եւ նորից տեսնում ամպեր են կուտակված, բայց ի վերջո հաջողություն կլինի։ Գիտեք, ես շատ խաչ եմ տեսնում։ Խաչեր եմ տեսնում, սա էլ է խաչ, 10, սա կոնկրետ աշխատավարձն է։ Այսինքն կարող եմ ասել ձեզ, սա էլ է խաչ։ Այսինքն ձեզ աշխատանքի հետ կապված, սա աշխատավարձի հետ էր կապված խնդիրը։ Միգուցե որոշ մարդկանց աշխատանքի են խոստացել կամ աշխատանքը կանգնել էր, չէ, այստեղ էլ հիշում եք, ընտրության առաջ էի կանգնած, աշխատանքի հետ կապված որոշում էի կայացնում։ Կարող եմ ասել, որոշ մարդկանց աշխատավարձը կանգնել էր, աշխատավարձ չէին ստանում։ Հետո լուրը գալիս էր, կարծես առաջարկություն անում էին, բայց հետո նորից էլ ինչ-որ բան չէր ստացվում։ Բայց ի վերջո կստացվի։ Այսինքն հաջորդ շաբաթվա մեջ հույսով դուք վերջապես ձեր ուզած դրական պատասխանը կստանաք։ Իսկ սա ֆինանսների համար է նայում։ Կարող եմ ասել, այս ֆինանսները կապված են իրականում ձեր աշխատավարձի հետ։ Չկար աշխատանք, չկար ֆինանսներ։ Միգուցե սեզոնային աշխատանք եք անում կամ գործարքային, գործարքը վերջացել էր, նոր գործարք չէին կնքում, ֆինանսները կանգնել էին, հետո գալիս էր լուրը, որ հեսա գործը կլինի, բայց ոչինչ չէր լինում, բայց կարծում եմ, որ վերջապես կլինի, որովհետև սրանով տեսնում հաջողության կարտը։
Եվ սանով էլ տեսնում էի աշխատավարձ, սկզբում ասեցի, որոշ մարդիկ սկսեն աշխատավարձ նորից ստանալ։ Իսկ արևով էլի եմ ասում, բոլոր խնդիրներն էլ ինչ էլ որ լինի, հաջող պետք է լուծվի, հարգելի աջակցություններ։ Ես ոչ մի տեղ էլ խնդիր չէի տեսնում, միայն զույգերի անձնականներ, բայց նույնիսկ դա եմ ասում եմ, վերջում տեսնում էի, որ դեռ հնարավոր է ձեր հարաբերություններ, որ թվում էին, թե արդեն վերջացած էին, անհույս վիճակ էր, ես իրականում անհույս վիճակ չեմ տեսնում։ Կարտերը հուշում են, մի անգամ էլ դեռ հանդիպելու եք դուք, զրուցելու եք երկուսով առանց լրացուցիչ մարդկանց, այլ մարդկանց մի խառնեք, դուք երկուսով դեռ պետք է զրուցեք, ես դեռ ոչինչ չեմ տեսնում վերջացած, չեմ կարող ասել բացարձակապես հաշտվում եք, չեմ էլ կարող ասել, որ ամեն ինչ իսկապես վերջացած է։ Ես ամենայն բարիք եմ ցանկանում ձեզ, հույսով եմ արևով այդ հարցերն էլ կշտկվի հարգելիներս եւ բոլոր զույգերն էլ կմիանան եւ կիրականացնեն իրենց երազանքները։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ջրհոսներին հաջորդ շաբաթ, հուլիսի 5-ից 11-ը։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական կյանք, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Շատ գեղեցիկ կարտ եմ տեսնում ձեր ընդհանուր տրամադրության համար հարգելի ջրհոսներ։ Տեսնում եմ այդ գեղեցիկ կարտը, գեղեցիկ աղջիկ։ Հետևեք ձեր արտաքինին, ձեր գեղեցկությանը։ Գնացեք ժամադրությունների, միգուցե հաջորդ շաբաթ առիթ կունենաք դուրս գալու շփվելու, ընդ որում ռոմանտիկ ժամադրության մասին է խոսքը, ոչ թե պարզապես ընկերուհիներով, աղջիկներով, տղաներով, չէ։ Պարզապես դուք երևի ռոմանտիկ ժամադրություն կունենաք։ Եթե դուք ինքներդ ինչ որ զբաղվում եք մարդկանց գեղեցկացնելով, չգիտեմ, վարսահարդար եք, եղունգ հարդարող եք, չգիտեմ, այդ մասնագիտությունները ինչպես են կոչվում, միգուցե ժամադրությունն է, գնա գեղեցկանաք, որովհետև ժամադրության պետք է գնացեք։ Հույսով դուք հաճելի ժամանակ կանցկացնեք հաջորդ շաբաթ, ամեն դեպքում տեսնում եմ շատ գեղեցիկ տրամադրության մեջ եք։ Օհ, տեսնում եք։ Դուք հաստատ ժամադրության եք գնալու, սեղ մեր աղջիկը, այստեղ էլ տեսնում եմ մեր երիտասարդը, տեսնում եք, նայում են իրար, սիրում են իրար, ուզում են հանդիպել։ Ես տեսնում եմ որոշ ջրհոսներ կարող են գեղեցիկ զույգ գտնել հաջորդ շաբաթ, անպայման գեղեցկացեք, գնացեք ժամադրության, երիտասարդներ աղջիկներին հրավիրեք, հավանաբար չեք մերժի, որտեղ ինքը արդեն գեղեցկանում է ձեզ համար։ Հույսով եմ գեղեցիկ ժամանակ կանցկացնեք հարգելիներ, սրանից ավել ոչինչ չեմ ուզում ասել։ Տեսնում եմ ժամադրություն, որոշ ջրհոսների համար հետաքրքիր փոփոխություն կլինի իրենց անձնական կյանքում։ Իսկ ամուսնական իսկ զույգերի համար տեսնում եմ մի տեսակ կայուն վիճակ, կայուն ոչ լավ, կայուն ոչ վատ, ինչպես կար, այդպես էլ մնում է։ Ավելի կարտեր հանեմ կտեսնեմ, բայց նախորդ ուզում եմ զգուշացնել, որ զույգերը կարող են լինել ինչպես ամուսնացած, այնպես էլ չամուսնացած։ Դե եթե կայուն վիճակում են հարաբերությունները զույգերի, դա նշանակում է դուք էլ պետք է գնաք ժամադրության։ Հիշում եք ընդհանուր տրամադրությունը, կարտերը հուշում են, եթե ձեր հարաբերությունները սառել են, դարձել են շատ սովորական, հատկապես ամուսնացածների համար, դուք էլ պետք է գնաք ժամադրության հարգելիներս, գնացեք կինոթատրոն, երկուսով, գնացեք ժամադրության, ամուսնությունը չպետք է լինի ձեր գեղեցիկ հարաբերությունների վերջը։ Դժբախտաբար այդպես լինում է որպես կանոն, բայց ձեր ձեռքերում է, գնացեք ժամադրությունների երկուսով, որպեսզի հիշացնեք իրար, թե դուք ինչու եք որոշել միասին լինել։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի ջրհոսներ։ Ես չգիտեմ, ես դուք եք որոշել, թե կարտերն են հուշում։ Գիտեք, եթե այսպես նախորոք ասեմ կարտերն ինչ են հուշում, կարտերը հուշում են մանավանդ, որ ձեր հարաբերությունները մի տեսակ կանգնել են, հա, այսինքն ջերմություն առանձնապես չկա, ստաբիլ, նորմալ, էլի, ինչպես մյուսի համար ասեցի, քնում եք, արթնանում եք, ճաշում եք միասին, գնում եք աշխատանքի, գալիս եք, քնում եք իրար կողք, միգուցե եթե ամուսնացած եք, պարզապես սովորական հարաբերություններ են։ Իրականում կարտերը հուշում են միգուցե գնաք ճամփորդելու հարգելիներս, դա կարող է նորից ինչ-որ բան փոխել ձեր հարաբերություններում, ավելի չգիտեմ, ավելի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր վայրեր կգնաք, միգուցե ստիպված կլինեք իրար հետ նստել, զրուցել եւ ձեր հարաբերությունները կարող են նորից ջերմանալ։ Սա կարտերի խորհուրդն եմ տեսնում սկզբում։ Իրականում ինչ եմ տեսնում,
Ինչ եմ տեսնում իրականում։ Տեսնում եմ եւ կին եւ տղամարդ։ Այո, հարաբերությունները կանգնել են ձեր եւ իրականում այս ստաբիլ վիճակը, այնքան է դրական չի։ Դեղարինը երբեք չի կարող լինել դրական, մի տեսակ դարձել է ավելի կենցաղային ձանձալի իրավիճակ։ Ես տեսնում եմ այստեղ զույգ, որոնք վաղուց են միգուցե իրար հետ, ավելի միջին տարիքում են, միջին տարիքից մի քիչ ավելի բարձր, կամ միգուցե սա ծնողներն են, կդժվարանամ ասել, բայց ամեն դեպքում տեսնում եմ փոփոխություն են ուզում։ Տղամարդը ավելի շատ զբաղված է աշխատանքով, ֆինանսներ վաստակելով, կինը ուզում է ճամփորդել, փոփոխություն է ուզում, բայց ամուսինը, չգիտեմ, կամ ֆինանսներ չկա, կամ պարզապես չի սիրում ճամփորդել, չգիտեմ, ինչ որ նեղում են իրարից նաև դրա համար, այդպես կարող եմ ասել։ Ամուսինը աշխատում է, կինն էլ որոշումներ է կայացնում, ուզում է գնան ճամփորդել։ Գիտեք, ես վատ զույգ չեմ տեսնում։ Իսկապես չեմ տեսնում ձեզ մեջ ոչ վեճեր եմ տեսնում, կոնֆլիկտներ չեմ տեսնում, ուղղակի մի քիչ սառել է, բայց կինը ճիշտ է ասում։ Տղամարդիկ, իրականում պետք է գնալ ճամփորդելու, մի քիչ միասին ժամանակ անցկացնել։ Մարդու հետ մի ամբողջ կյանք պետք է ապրել, ոնց կարելի է այդպես ռուտինով ձանձրանալ, որտեղ հետո գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Իրականում հնարավոր է։ Ընտրեք ուղղակի ուր եք գնում, եթե չեք կարողանում հեռու գնալ, ծախսը շատ է, ծախս չունեք, շատ եք աշխատում եւ աշխատանքից պետք է, չգիտեմ, ժամանակ տրամադրեք, մի գնացեք արտասահման, գնացեք Դիլիջան հանգստացեք։ Գեղեցիկ վայր, շատ գեղեցիկ։ Հասկանում եք, այսինքն գնացեք, որոշեք վայրը, մի շատ հեռու չեք ուզում գնալ, մոտիկ գնացեք, բայց իրականում ձեր միասին նորից շփվելու, իրար հետ ժամանակ անցկացնելու մեջ է, նորից ձեր մեջ ինչ որ ձեր հարաբերությունները վերականգնելու, ձեր հարաբերությունները լավացնելու համար, հարգելներս, պարզապես պետք է դուք մի քիչ մենակ իրար հետ ժամանակ անցկացնեք, նույնիսկ ճանապարհ գնալ։ Գնացեք պիկնիկի թեկուզ, այդպես կարող եմ ասել։ Բայց մի քիչ ժամանակ պետք է անցկացնենք իրար հետ, հարգելներս։ Իսկ հատկապես եթե զույգ եք դեռ ամուսնացած չեք, եթե ամուսնացած չեք, դուք արդեն սառել են ձեր հարաբերությունները, որտեղ ամուսին, չգիտեմ, տղամարդը գումար է վաստակում ձեր ապագայի համար, ես չեմ տեսնում ճիշտն ասած այդպիսի կարտեր, բայց ամեն դեպքում, դե եթե դուք դեռ չեք ամուսնացել, արդեն տղամարդը այսպես ռոմանտիզմ չեմ տեսնում, ինքը իրար գործերով գումար է վաստակում, որ դուք հետո ամուսնանաք, այդ դեպքում ում պետք է այդպիսի ամուսին ներողություն իհարկե, ամենա գումար վաստակելով չի, եթե տնից չես կարող դուրս գալ, ձեր հարաբերությունները կանգնել են, ինչ ընտանիք, ոնց կարելի է այդպիսի մարդու հետ ընտանիք կառուցել, հա։ Այդ արդեն սխալ ճանապարհով է գնում, չնայած հնարավոր է, տեսնում եմ։ Դե ամուսնացածներին ասեցի, չամուսնացածներին ասեցի։ Տեսեք, էլ ինչ եմ տեսնում։ Փորձեմ ամենից շատ տարբերակներ տեսնել։ Ես տեսնում եմ որոշ ջրհոսներ նաև մի քիչ տխուր են, որովհետև չեն կարողանում երեխա ունենալ։ Այդպես էլ կարող է լինել, որտեղ ես սա տեսնում եմ, ճիշտ ասած, կին եմ տեսնում, մայր եմ տեսնում, փոփոխություն է, այսինքն միգուցե տեսնում եք, այստեղ էլ ծառ եմ տեսնում, այսինքն տարբերակներ եք փնտրում, ինչպես կարող եք այդ հարցը լուծել։ Այստեղ ֆինանսական հարցեր էլ կան, բավականին մեծ ծախսեր են, որ երևի թե չեք կարողանում այդ ծախսերը իրականում ապահովել, որովհետև երևի միջամտություն է պետք, այդպես էլ եմ տեսնում։ Ես տեսնում եմ, որ հնարավոր է իրականում, եթե գտնեք տարբերակները, հնարավոր է, որ կինը հղիանա, այդ ընտանիքը մեծանա, ես տեսնում եմ ֆինանսական խնդիրներ, ճիշտն ասած, ուրիշ խնդիրներ առանձնապես չեմ տեսնում։ Չէ, տեսնում եմ իրականում առողջական խնդիր էլ կարող է լինել, բայց առողջական ոչ թե առողջությունը վատ է, այլ պարզապես չի կարողանում հղիանալ։ Այդպիսի խնդիրներ կարող է լինել եւ բանալի եք փնտրում, որպեսզի կարողանաք այդ հարցը լուծել։ Դրա համար եք տխուր իրականում։ Ձեր հարաբերությունները եթե նորմալ են, այսինքն առաջին երկու տարբերակից ինչ որ ասի, դե ձեզ չէ վերաբերում, սա է վերաբերում, այդպես էլ կարող է լինել։ Մարդուղակի կինը չի կարողանում հղիանալ, ամուսինն էլ է գումար վաստակում է, բայց երևի գումարը դեռ չի բավականացնում։ Ես տեսնում եմ, որ հնարավոր է իրականում հարգելներս ապագայում, չեմ կարծում հաջորդ շաբաթ այդ հարցը կլուծվի, բայց դե պետք է տարբերակներ ամեն դեպքում մտածել։ Երևի դրա համար էլ այսպես մի տեսակ կանգնել է, որտեղ առաջ չի շարժում։ Այսինքն դեռ չեք կարողանում հղիանալ եւ երեխան ունենալ։ Ես հաջողություն եմ մաղթում ամեն դեպքում։ Իսկ աշխատանքում տեսնում եմ կորուստ։ Տեսնենք ինչ է կորում աշխատանքում։ Պարտադիր չի դուք աշխատանքը կորցնեք դուրս գաք, կարող է արդեն որոշ մարդիկ աշխատանք կորցրել են։ Տեսեք ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Հարգելի ջրհոսներ։
Շատ հետաքրքիր է։ Ինչ որ ճակատագրական բան է փոխվում ձեր կյանքում։ Դուք հետաքրքիր է։ Դուք աշխատանք եք կորցնում, բայց ձեզ ֆինանսներ են գալիս, իսկ հետո ավելի դրական է դա ձեզ համար։ Տեսեք, այսպես կարող եմ ասել, նրանք ովքեր արդեն աշխատանք կորցրել են, ապա այսպես ճակատագրով անսպասելի ձեզ առաջարկություն կլինի շատ ավելի ահագին լրացուցիչ ֆինանսներով, շատ լավ, շատ հաջող առաջարկություն կլինի, ճանապարհը կբացվի ձեզ համար շատ անսպասելի, այսինքն դուք չեք սպասում, չգիտեմ ումից է գալիս, այս մարդն ով է, բայց ձեզ հանկարծ աշխատանք են առաջարկում, դուք էլ աշխատանք փնտրում էիք, որտեղ աշխատանք չունեիք, շատ այսպես անսպասելի ձեզ համար շատ դրական եւ գումարները կլինեն շատ եւ աշխատանքը կլինի ձեզ համար շատ հաջող, դուք աշխատանք կգտնեք։ Իսկ եթե դուք աշխատանք նոր եք կորցնում, հանկարծ ստացվի նոր եք տեղեկանում եւ ստացվի պետք է մերժեք հեռանաք, դուք կհեռանաք, որովհետեւ ձեզ այսպես գեղեցիկ առաջարկ են անում, այսինքն ձեզ ոնց որ այսպես անսպասելի առաջարկություն է գալիս, թողնում եք հին աշխատանքը, դուք եք հեռանում։ Շատ ավելի գեղեցիկ աշխատավարձի համար, որը ձեզ նաեւ շատ լավ ֆինանսներ կբերի։ Դրական եմ տեսնում շատ։ Այս կորուստը իրականում դրական էր, կաշխատի որպես կաշխատի ձեր օգտին։ Իսկ ֆինանսները ձեզ հաստատ գալիս են, տեսնում եմ։ Իրականում ձեզ ֆինանսներ գալիս են, եւ դուք տարբերակներ կգտնեք գրքով, թե ինչպես ավելացնեք ձեր ֆինանսները։ Իսկ եթե նոր աշխատանքի եք գնում, հինը թողնում եք կամ ինչ գործով որ զբաղվում եք, մի նոր գործ եք սկսում, որը շատ ավելի արդյունավետ կլինի ձեզ համար, ավելի ֆինանսներ կբերի, ապա դուք փորձեք ուսումնասիրել, հասկանալ, թե այլ ինչպես կարող եք ավելացնել։ Իրականում ձեզ ֆինանսներ գալիս են։ Ոյ, ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, տեսեք հարգելիներ, շատ հաջող է։ Ֆինանսներում ամեն ինչ հաջող է, սա գումարները գալիս են, ուսումնասիրում եք, պարզում եք ձեզ համար ինչպես կարող եք շատացնել ձեր գումարները, երկրորդ աշխատանք եք ուզում կողքից, չգիտեմ, ինչպես կարող եք գումար վաստակել, ձեր սրտով կլինի, սա էլ հաջողության կարտը։ Ինչ նպատակներ ունեք ֆինանսների հետ, ոչ միայն ձեր նպատակին հասնում եք, այլ իրականում դուք կկարողանաք ավելացնել ձեր ֆինանսները։ Ես աշխատանքով էլ էի ասում, չէ, կորցնում եք ինչ որ աշխատանքին թողնում եք գնում է, ավելի գեղեցիկ, ավելի լավ աշխատանքի համար, միգուցե ավելի լավ աշխատանք են առաջարկում, ես ասեցի արդեն, եւ ավելի լավ ֆինանսներով։ Դες հաջողություն եմ աղթում հարգելիներս։ Այժմ տեսնենք ինչ է սպասում ձկներին հաջորդ շաբաթ հուլիսի 5-ից 11-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Հետաքրքիր տրամադրություն եմ տեսնում ձեզ համար հարգելի ձկներ, մի շաբաթ տեսնում եմ աղվես։ Ինչ-որ մեկը կարող է ձեզ գալ աշխատանք առաջարկել, ինչ-որ շատ ճարպիկ մեկն է։ Աշխատանքի հետ, գործերի հետ կապված կարող է, չգիտեմ, ինչ-որ հարցեր լինեն, ինչ-որ մեկը խորամանկում է, մինչև վերջ անկեղծ չէ ձեզ հետ, ինչ-որ որոշումներ պետք է կայացնեք, բայց նաև ինչ-որ խորամանկ հետաքրքիր առաջարկություն կարող է անել։ Մյուս կողմից միգուցե դուք պետք է ճարպիկ գտնվեք ինչ-որ հարցում։ Մի քիչ պետք է ավելի ճարպիկ, այսինքն փորձեք միայն այսպես լոգիկայով չմտածել, այլ ոչ թե նպատակից հրաժարվել, եթե ինչ-որ մի բան ձեզ լրիվ հասկանալի չէ, այլ փորձեք մի փոքր ավելի ճարպիկ լինել։ Ճարպիկ, այսինքն մի փոքր փորձեք այլ կողմից միգուցե հարցին մոտենաք։ Ինչ հարցեր ուզում եք լինի, աշխատանքի, անձնական, ֆինանսների, մի փոքր ձեզից ճկունություն կպահանջվի, այսինքն միգուցե դուք պետք է լինեք աղվեսը, խորամանկը, ճկունը։ Միայնակների համար տեսնում եմ խաչ։ Խաչը շատ բարդ կարտ է։ Պատճառ կա, որ դուք մենակ եք։ Միգուցե դա ձեր ժամանակը չէ։ Միգուցե ինչ-որ մեկին կորցրել եք, դրա համար եք մենակ մնացել, ուրեմն ճակատագրով այդպես էլ պետք է լիներ։ Դա ձեզնից կախված չի եղել։ Իսկ այսօր էլ դուք ինչ ջանք էլ եթե ներդնում եք, չեք կարողանում, դա էլ ձեր մեղքը չէ։ Ճանապարհը դեռ բաց չէ ձեզ համար։ Դեռ ճիշտ մարդը չի եկել, չի, այսպես ասեմ, դեռ ինչպես կարող եմ ավելի ճիշտ ասել։ Դեռ ճանապարհը փակ է, այդպես կարող եմ ասել, դեռ առայժմ դե մինչև այս պահը, տեսնենք միգուցե մի շաբաթ ինչ-որ բան կարող է փոխվել։
Շատ բարդ կարտ էր խաչը, շատ բարդ մի տեսակ, բայց կարտերը ես այդքան բարդ չեմ տեսնում, ճիշտն ասած, հարգելիներս, ես կարտերը շատ բարդ չեմ տեսնում։ Տեսնում եմ սրտի տուզ իրականում, տեսնում եմ սրտի տուզ, տեսնում եմ տղամարդ։ Ես չեմ հասկանում այստեղ տունը ինչ կապ ունի այստեղ տունը, բայց ես տեսնում եմ ճիշտ ասած ծնողներ, տեսնում եմ ծնողներ եւ մի տեսակ երևի ծնողները տղայի ընտրած աղջկան չեն հավանում, որովհետեւ տեսնում եմ այստեղ ծնողները զրուցում են, բայց իրական տղան սիրում է ինչ-որ մեկին, ծնողներն են այստեղ, ծնողները մի տեսակ չեն ուզում, ասենք այդ աղջկան մեր տուն չես կարող բերել, այդպիսի մի խոսակցություն եմ տեսնում, այո, չեն համաձայնվում, ծնողները տղայի ընտրության հետ համաձայն չեն, դրա համար էլ տղան մենակ է ճակատագրով, էլ եմ ասում, որտեվ մի տեսակ իրենից կախված չէ, ինքը համաձայն է, ես չեմ տեսնում աղջիկ, չեմ կարող ասել աղջիկը համաձայն է, համաձայն չէ, ես տեսնում որ ծնողները համաձայն չեն իրականում, չեն հավանում այդ աղջկան։ Տղան փորձում է իրականում տարբեր տեսանկյուններից փորձում է մոտենալ ծնողներին միգուցե համոզել, մեկ վիճելով, կոպտելով, ասենք, չգիտեմ, վիճելով իրենց հետ, կտրուկ այսպես հարցը դնելով, բայց իրականում չնայած ամպերը կուտակված են, կասկածներն ու անհանգստությունները, բայց ես տեսնում եմ, որ իրականում այդ տղայի կոպտություն առանձնապես խստությունը չի էլ օգնում, որտեղ դա ոչ մի հարց չի լուծում։ Զրուցում են, շփվում են, բայց չէ, վիճում են, ընտանիքի անդամներով համաձայնության չեն գալիս։ Այսինքն իրենց որդու ամուսնության հետ ծնողները համաձայն չեն, սա ամուսնության ծառն է։ Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում տղան զգացմունքներ ունի եւ ես կարծում եմ, որ ամեն դեպքում տղան ինքը ուզում է ինչ-որ բան արած լինել, ինքը ուզում է աղջկա հետ խոսել, զրուցել, չնայած որ ծնողները դրան դեմ են եւ ծնողների հետ ապրել չեն կարողանալու։ Տղան զգացմունքներ ունի, ես լավ կարտեր եմ տեսնում իրականում, բայց էլ եմ ասում, ճակատագրով այսպես կարող է որ դուք ամեն ինչ չեք կարողանալու լուծել, հարգելի ձկներ, առայժմ, որովհետև տեսնում եմ, որ խոչընդոտներ կան, բայց ես չեմ տեսնում, որ աղջիկը ձեզ չի ուզում, աղջիկն է ձեզ մերժում, այդպիսի բան չեմ տեսնում, ես ավելի շատ տեսնում եմ, որ ոնց որ ձեր ընտանիքը չի ուզում այդ աղջկան իրենց տուն բերեք, բայց տեսնում եմ, որ դուք չեք հրաժարվում ձեր մտքից։ Տեսնենք էլ ինչ կհուշեն կարտերը, միգուցե ինչ-որ բան։ Նույն կարտերն եմ տեսնում։ Նույն կարտերն եմ տեսնում արգելներս։ Չէ, ես հարցին դեռ լուծում չեմ տեսնում։ Ճակատագրով էլ ասում է, չի սկզբում, ճանապարհը դեռ փակ է, դեռ դուք պատրաստ չեք ձեր այս հարաբերությունները շատ կասկածի տակ են։ Ձեր ծնողներն են, թե ովքեր են, չգիտեմ, տա աղջկա ծնողներն են, տղայի ծնողներն են դեմ են, ինձ թվում է ավելի շուտ տղայի ծնողներն են դեմ։ Բայց ամեն դեպքում դեռ ճանապարհը փակ է, հասկանալի չէ, բայց ես էլ եմ ասում, այստեղ աղջիկ չեմ էլ տեսնում։ Սա տղայի որոշումն է կարծես թե։ Ես չեմ տեսնում որոշում, տեսեք, մատանի եմ տեսնում, այսինքն այո, զույգավորվելու մասին է խոսքը, տղան ուզում է ամուսնանալ կամ ուզում է նշան դնել, նշանվել, իր աշտարակ ընտանիքը կառուցելու, բանալի այսպես զրուցում է, հա, փորձում է, տարբերակներ է գտնում, բայց իրականում նորից նույն կարտերն եմ տեսնում եմ կոնֆլիկտներ, տեսնում եմ շփումը ոչ մի արդյունք չի տալիս, նորից տեսնում եմ ձի, այսինքն տղան չի հրաժարվում իր մտքից եւ ինքը հույսով է, որ ինքը կկարողանա հաղթահարել, եւ տեսնում եմ այստեղ տարբեր մարդիկ կողքից, չգիտեմ, խոսում են ձեր ընտանիքի հետ, աղջկա մասին ինչ-որ բաներ են խոսում, ամպեր է կուտակված։ Ես երիտասարդին կարող եմ խորհուրդ դուք այսպես առույգ ուզում եք գնալ աշխուժ ձեր նպատակին հասնել, մարդիկ կան գալիս են ձեր տուն եւ բամբասում են այդ աղջկա հետևից։ Դրա համար լարում են քո ծնողներին այդ աղջկա դեմ։ Միգուցե դու փորձես նախ եւ առաջ աղջկան միգուցե լավ ճանաչել, պարզել քեզ համար դժվարանամ ասել, բայց ամպեր եմ կուտակված տեսնում, ես այս հարցը առայժմ ճիշտ ասած չեմ տեսնում, որ լուծվի։ Իսկ խաչով միայն կարող եմ ասել, որ սա շատ բարդ հարց է
Ես չեմ կարող ասել ճիշտ աղջիկը ձեզ համար սխալ է, ես չեմ որոշողը, բայց կարող եմ ասել, որ առայժմ շատ բարդ իրավիճակ եմ տեսնում։ Դեռ պարզ չի, թե այստեղ ինչ է լինելու իրականում։ Զույգերում, այսօր շատ եմ զույգերի համար անդադ ձկներ եմ տեսնում, ինչպես զույգերի կյանքում այսպես ֆինանսները շատ դարձել են ճակատագրական, հետաքրքիր է, որերորդ զույգի համար եմ տեսնում արդեն տարբեր նշանների, զույգերի համար տեսնում եմ ձուկ, ինչը առանձնապես ինձ ոչինչ չի ասում, բացի նրանից, որ ինչ-որ ֆինանսական հարցեր կան զույգերի հետ կապված։ Զույգերը կարող են լինել ամուսնացած և չամուսնացած։ Իրականում հետաքրքիր կարտեր եմ տեսնում հարգելի ձկներ զույգերի համար։ Տեսեք, նախ եւ առաջ ասեմ զույգեր, որոնք ամուսնացած են արդեն եւ ուզում էին երևի թե ծառով տեսնում, այսինքն սերնդի հարցն է, երեխա չունենալու հարցեր եւ ինչ որ մի ժամանակ չի ստացվել, նույնիսկ եթե, չգիտեմ, չեմ ուզում մանրանալ, մի խոսքով, ինչ որ մի անգամ ինչ որ բան չի ստացվել, ես տեսնում եմ, որ իրականում կարող է իրավիճակը փոխվել եւ վերջում տեսնում հաջողության կարտը, այսինքն մի հանձնվեք, փորձեք նորից փորձեք, որովհետև ես շատ հաջող կարտ եմ տեսնում ընդ որում դուք դեռ երևի 2 երեխա էլ կունենաք, այսպես կարող եմ ասել, զույգերի համար, եթե խոսքը երեխա չունենալու մասին էր, իսկ եթե ամուսնացած չեք, ես այստեղ կորուստ եմ տեսնում, չեմ կարող ասել ինչ կորստի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը, այստեղ ինչ կորստի մասին է խոսքը, ես շատ լավ կարտեր եմ տեսնում, ոչ մի կորուստը չեմ տեսնում ես այստեղ։ Գիտեք ինչ կարող եմ ասել, եթե այստեղ զույգերի մասին է խոսքը, հանդիպում են շատ լավ են իրար հետ, շատ լավ էլ գեղեցիկ զույգ է։ Միակ կորուստը կարող եմ ասել ժամանակ է կորցնում, որտեղ ֆինանսների վրա եք կենտրոնացել։ Չգիտեմ, մեծ հարսանիք եք ուզում, ճոխ հարսանիք եք ուզում, ինչը շատ մեծ գումարներ արժի, սպասում եք մինչև շատ գումար կվաստակեք, որ նոր ամուսնանաք, կարտերը հուշում են ժամանակ, անիմաստ ժամանակ եք կորցնում, շատ անիմաստ։ Կարող եք այդքան ճոխ մեծ հարսանիք չանել, մեծ հարսանիք, ես թավես հարսանիքներ չեմ սիրում, ում է պետք, ավելորդություն է եւ ընկնում եք պարտքի վարկի տակ, փոխանակ մտածեք ձեր երջանկության մասին։ Ես այդ միայն այնպես կարող եմ ասել, կորուստը կարող եմ ասել, միայն ժամանակի կորուստն է, որտեղ դուք շատ գեղեցիկ հարաբերությունների մեջ եք, լավ էլ զույգ եք, ֆինանսների պատճառով ձգձգվում է ամեն ինչ, բայց տեսեք ձեզ ինչ է սպասում, ամեն դեպքում ձեր որոշումն է, հարգելիներս, դուք ձեր հարսանիքները տեսեք, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, ձեր իրականում ընտանիքի նպատակներով, ձեր իրականում ֆինանսներն էլ կգտնեք, ճանապարհը ամեն ինչ կգտնեք, ուր գնաք, ինչ անեք, ինչպես կարողանաք ձեր ֆինանսները համապատասխանեցնել, հա, ձեր ցանկություններին, տեսնում եմ գեղեցիկ զույգ, միություն, շատ հաջող զույգ եք, շատ էլ հաջող կլինի։ Միակ ձեզ այստեղ ուշացնող ձեր միությունը, ամուսնությունը ձգձգող պատճառը ֆինանսներն էր։ Ուրիշ ոչ մի խնդիր չեմ տեսնում, այդ հարցն էլ կլուծվի, դուք կլինեք միասին եւ ձեր ընտանիքը կմեծանա հարգելիներս։ Իսկ նրանք, ովքեր երեխա են սպասում, իրականում նրանց էլ էր հաջողություն սպասում։ Ինչ եմ տեսնում աշխատանքի վայրում։ Աշխատանքում տեսնում եմ իրականում հաջողություն, ֆինանսներ կան, ֆինանսներ գալիս են, լավ էլ գումարներ եք վաստակում իմիջայլոց, լավ միջավայրում եք աշխատում։ Լավ եք զգում ձեր աշխատանքում, տեսնենք։ Շատ լավ է, հարգելիներս, ես 3 կարտով էլ տեսնում եք, ինչ գեղեցիկ, սրտեր, շատ լավ է։ Ձեր աշխատանքը, եթե դուք սիրում եք, ստաբիլ նորմալ աշխատանք ունեք, լավ էլ գումար եք վաստակում, հատկապես տղամարդիկ եմ տեսնում, շատ լավ է, ամեն ինչ նորմալ է, շարունակեք աշխատանք վաստակել, միգուցե ինչ որ ինֆորմացիա ջրի իրես դուրս գա, որ ձեզ ավելի, չգիտեմ, լավ դիրք են առաջարկում, ավելի շատ գործ են տալիս, բայց ավելի շատ գումարներ կգան դրա դիմաց, դուք շատ ուրախ կլինեք եւ առաջարկությունն էլ կընդունեք։ Եթե դա ամեն ինչ դրական էր, ամեն ինչ այդպես դրական էլ կմնա, դուք ձեր աշխատանքի վայրում ձեզ շատ հարմարավետ եք զգում։ Ֆինանսներում, տեսեք ինչ եմ ասում, չէ՞, ֆինանսներում ձեր աշխատանքում ամեն ինչ նորմալ է, շատ լավ հարգելիներս։ Ֆինանսներում էլ շատ գեղեցիկ, շատ լավ։ Արևը ամենահաջողակ կարտերից
մեկն է, երկուսից ամենալավն է։ Ֆինանսական ցանկացած գործարք, ցանկացած հարց, ամեն ինչ կնի դրական պատասխան կստանաք, դրական լուր կլսեք, ինչ անում եք ֆինանսների հետ, շատ հաջող կարող է ներառացիչ կարդ անիմաստ է արևից հետո հանել։ Ես հաջողություն եմ ցանկանում հարգելնես, շատ գեղեցիկ կապեր եւ աշխատանքը եւ ֆինանսները, մի քիչ այսպես բարդ էր երևի միայնակների համար, շատ բարդ էր։ Միգուցե այստեղ այս ճկունը, գիտեք, սա հենց այդ էր նշանակում, մի քիչ պետք է ճկուն, այսինքն մի քիչ պետք է համբերատար լինել, մի քիչ պետք է սպասել։ Եթե այս աղջիկը այդ չի ստացվում, դա դեռ չի նշանակում, որ ոչինչ չի ստացվելու, իսկ եթե այսօր դեռ չի ստացվում, որովհետև դեռ ճանապարհը փակ է, ամեն դեպքում ոչինչ ինձ թվում է պետք չէ անել։ Պետք է, այսինքն ճկուն, այսինքն պետք է մի քիչ համբերատար լինել, որտեղ բավականին բարդ վիճակ էր հարգելներս, եւ դուք այս պահին չեք կարողանալու ոչինչ փոխել, ապագայում ինչ որ բան կփոխվի։ Ես հաջողություն եմ ցանկանում հարգելի ձկներ։